օրինակի համար, որ հավաքում են մի սենյակում 4 հոգի, գրող, դերասաններ, ռեժիսորներ եւ այնց խոսեն ինչ որ ավտոմեքենաներից։ Օրինակ։ Խոսում են հիմնականում թատրոնից։ Ժամանակակից գրականությունից, ինչն է ժամանակը, ինչա օրինակ այսօր ուզում կամ ոնց է ստեղծվում ժամանակակից գրականություն, ինչ չափորոշիչներ կան, ընթերցողն ինչ է ուզում, արդյոք գրողները դրան հաշվի են նստում այդ ամեն ինչի հետ։ Չգիտեմ, դրա մասին ընդհանրապես զրուցում եմ։ Ինչ է ուզում ժամանակակից ընթերցողը։ Ինձ թվում է տենց չի կարելի մտածել, եթե դու զբաղվում ես քո սիրած գործով, դու պետք է պրոստը արտահայտվես։ Դու քո սիրած գործն ես անում։ Դու այդ ճաշը էփում ես ու այնց չի որ սպեցզակազներով ես էփում, մաման չի հասրել, էլի։ Այսօր բորշ էփեմ, թե բրինձով ապուրը, չէ։ Դու ինքդ ես էփում։ Քո գիրքը դու ես գրում։ Գիրք ուտողը կհասնի քո գրքին, ուրեմն իր երկրպագուն կլինի։ Инстанция. И самое главное в этом всем, наверное, искренность. Դե հո։ Բայց կարան օրինակ հաշվի չնստեն դրա հետ։ Այսինքն օրինակ բոլորիս համար է գաղտնիք չի, որ այսօր հանրությունը շատ ավելի հանրային կրթական մակարդակը ցածր է, չէ՞, ընդունում ենք դա որպես փաստ։ Համատարած չէ, բայց զգալի զգացվում է դա։ Ինձ թվում է, գիտես, մենք ենք կոտրել այդ էկոսերումների մեջ ցանկությունը ընդհանրապես կրթվել կամ կրթություն ստանալ, որովհետև ես իմ երեխայի օրինակով եմ տենց ենթադրում, այդ մանկավարժությունը դա իրոք դիագնոզ պետք է լինի, որ երեխայի հետ շփվելիս ոչ թե փագես իրան մեջ ցանկությունը ավելի շատ հետաքրքրվել այդ առարկայով փակում են ուղղակի, չգիտեմ, այդ կրթական սիստեման է տենց, թե պրոստը մարդիկ են մանկավարժական ինստիտուտ ընդունվում զուտ դիպլոմի համար ու չեմ մտածում, որ նրանք այդ մեր ապագայի կառուցողներն են։ Եթե մի դասատու այդ երեխան լեզուն գտնում է, ուզում է իմանալ հայոց պատմությունը, դասատուն փոխվում է, իր մոտ բլոկ է գնում։ Այդ ցանկությունը չկա։ Հիմնականում ինձ թվում է տենց խնդիր է։ Նրանք շատ զարգացած են, բայց ոչ ուրիշ տեսակի մեջ են զարգացած։ Չգիտեմ, երբ կգա այդ ժամանակը, որ նրանք ուզենան ավելի շատ իմ աղջիկը շատ գրքեր սկսեց կարդալ անսպասելի ձևով, բայց իր ցանկությունը ես դրա մեջ քոլում եմ։ Ես ոչ մի բան չեմ արել։ Այդ քեզ թվում է։ Լուրջ եմ ասում, ոչ մի բան չեմ արել։ Ես գիտեմ, որ ես չեմ կարող իրան ստիպեմ, որ ինքը գիրք սիրի կարդալ, բայց իր միջավայրը չի ազդել երեխու վրա։ Իհարկե ազդել է, որ իր հայրը կիրթ իհարկե ազդել է, դպրոցը ազդել է, շրջապատը, երեխայի շրջապատը ազդել է, չկարդացողներ են եղել։ Բայց ես չեմ կարող ասել, որ իմ օրինակ իմ ընտանիքում բոլորը կարդում են, մաման, պապան, եղբայրս, բայց ես չէի կարդում այդքան շատ։ Դա կապ, որովհետև մաման սկսեցիր։ Չէ, մաման պատմում էր այդ ամեն ինչը, ես մտածում եմ ինչի համար ես պետք է այդ գիրքը կարդամ, իսկ մաման արդեն Կոբո Աբեն կարդացել է, женщина в песках կարդացել, завтраки ժամանակ ինձ պատմել է այդ ամեն ինչը։ Ես պետք է բացեմ այդ ինաստրանական գտնեմ, կարդամ, չէ, հավես չկար արդեն։ Իդեպ հետաքրքիր է, որ երեք բանն եմ վերջացել Լև Ռուբինշտեյնի վերջի գործերից, որ Ռուբինշտեյնը ասում էր, որ մի ժամանակ նես մասնագիտություն կար, հենց պատմողներ, այսինքն մարդ, որտեվ այն ժամանակ, երբ որ հեղինակային իրավունքներ կար, գրքեր կային, որոնք չէին թողում, որ թարգմանվեն ռուսերեն, որտեվ հեղինակային իրավունք կար ու օրինակ այնտեղ ասում է, որ Ալիսան հրաշքների աշխարհում, ասենք, Պիրիսկաս Զաբալոցկովը ու ասում էր, որ երբեմն այդ Պերեսկազանողները նույն հանճարեղության երևույթներ էին, ինչ որ հենց հենց որ եթե լավ Պերեսկազ ա եղել, կարելի է համարել, որ դու կարդացել եք այդ գրքերը, էլի։ Այդ Պերեսկազը կա, դա բան է, էլի, լավ բան է, տաղանդ է, էլի շատ։ Այդ մի կողմից համաձայն եմ։ Ուրիշ բան է, եթե դու ուզում ես ավելի շատ խորանաս այդ գրքի մեջ։ Հասնես первоисточникին, էլի, ոնց է դա ինչ։
Չգիտեմ ինչի է դա կապած։ Վարպետ համագործակցություն է օրինակ, թատրոն եւ գրողներ։ Ինչու չի կայանում մեզ մոտ։ Տղաներ, փորձեմ մի քիչ խոսակցություն ավելի խորքային, եթե թույլ տաք։ Իհարկե։ Գիտեք ինչի, ես խնդիրը ոնց եմ ընկալում, բնականաբար արվեստը առանցին ոլորտ չի, կյանքի շատ կարևոր բաղադրիչ է։ Այդ առումով մենք տեսնում ենք, թե ինչ համընդհանուր քաղաքակրթական ճգնաժամ է եւ ընդ որում կարծես թե երկրները չկան, ընդհանրապես իրար դեմ պայքարող համակարգեր են ամենտեղ։ Եվ այդ առումով նաեւ տիեզերական փոփոխությունների ժամանակաշրջանը, այսինքն մենք մի մեծ շրջադարձի առջև ենք կանգնած, ես դեռ չգիտեմ դա շրջադարձ է թե ավարտ է, որովհետև մեզ մոտ ամեն ինչ քանդվում է, եւ այդ առումով ես կարծում եմ, որ ինչպես ամեն ինչում նախ խնդիրները լուծվում են, ձևավորվում են հոգեվոր դաշտում։ Այդ առումով այսօր արվեստից շատ ավելի այլ բան է պահանջվում։ Եվ եթե հանդիսատես ընթերցողը չի կարդում, ներկայացում չի գնում, ֆիլմ չի դիտում, այդտեղ մեղավորը եկեք մեղքը չգցենք նրանց վրա, ավելին ես շատ այսպես դրական եմ ընկալում մեր այս համատարած հուսահատությունը, որովհետև եթե այս համակարգում մենք մեզ լավ զգայինք, դա իրոք մեր վերջը կլիներ, որովհետև սա մեզ հետ կապ չունի։ Այսինքն այսօր հանդիսատես եւ ընթերցող ունենալու համար արվեստագետից շատ ավելի գերխնդիրներ պարունակող մոտեցում է պահանջում, ես կարծում եմ, այսինքն ես թատրոնից խոսեմ, կինոից խոսեմ, ես կարծում եմ, ես ռեժիսոր լինելով տասնամյակներ ոչ թատրոն եմ գնում, ոչ ֆիլմ եմ նայում։ Ես վախենում եմ, որովհետև թատրոնը այլևս կինոն չի արտահայտում այսօրվա տիեզերքի ծնչող իմպուլսները անհաղորդ է այդ ամենին։ Այսինքն ես կարծում եմ, որ այսօր առաջին հերթին մեղքը եւ նաեւ ինչ ասեմ, նույնիսկ հպարտություն եմ զգում, որ այս հսկայական խնդիրները եւ կյանքում եւ արվեստում վիճակված են մեզ հաղթարել, ուրեմն մեզնից պահանջում են շատ ավելի մեծ մոտեցումներ։ Այսինքն մենք պիտի տեսնենք այն հսկայական հակադարձությունը, ոչ թե կռվել, պայքարել, այլ լինել են համակարգում, որովհետեւ եթե ինչ որ տեղ ես գնում, եթե ի սկզբանե դու այնտեղ չես, այդ ճանապարհը հաստատ այնտեղ չի տանում, միշտ շեղումներ ա լինում։ Այսինքն կարևորը արտնացումն է։ Նույնիսկ այսպեսի մի փոքրիկ լեգենդ հիշեցի, եթե կարելի է, մոտավորապես նման հարցադրումների ժամանակ իմաստունին հարցնում են, լավ, ինչ է պետք ի վերջո այդ հայտնաբերելու այդ աշխարհը, այդ լույսը։ Դե ասում է, դա բարդ է բացատրել, լավ ասում է, ինչքան ժամանակ է պետք դրա համար։ Ոնց ասեմ, մոտավորապես մի րոպե։ Ոնց մարդիկ ճակատագրեր, սերունդներ չեն հասնում դրան, այդ ոնց մի րոպե։ Ասում է, քեզ երկինքը, ծիածանը, ծառը, ինչքան ժամանակ է պետք տեսնելու։ Ասում է, մի վայրկյան։ Իմաստուն ասում է, դու ճիշտ ես, ես 59 վայրկյանով սխալվեցի։ Այսինքն խնդիրը ճանապարհ գնալը չի, ճանապարհ գնալուց առաջ պիտի արթնանալ։ Գրելուց առաջ պիտի գրող լինել, ոչ թե գրելով դառնալ գրող։ Ավելին ասեմ, երբ որ արվեստը դառնում է մասնագիտություն, այդտեղ մեռնում է ինքը։ Ես ամեն ինչ շատ վախենում եմ, օրինակ, շատ հաճելի է խոսել բոլոր ոլորտի մարդկանց հետ, բացի ռեժիսորների, դերասանների, որովհետև իրենք արդեն պրոֆեսիոնալ են։ Դե լավ։ Մանավանդ քննադատների։ Քննադատների։ Հա, որևէ կոնտակտ անհնար է, ստեղծագործական կոնտակտ։ Հա։ Իսկ ինչ է նշանակում ամենասկզբից լինել գրող կամ լինել դերասան կամ ռեժիսոր, ամենասկզբից։ Խոսքը հենց արդեն լինելու ժամանակի թելադրանքը զգալու, ամեն առավոտ լույսը բացվելի հետ նորից ծնվելու, ոչ թե ապրել իներցիայով, երեկվա ճշմարտություններով։ Ես ինստիտուտում եմ դասավանդում, թատերական ռեժիսոր, մանկավարժական։ Ես զոհեր եմ պատրաստում, որովհետև ազգը չի վերացել, փայլուն ուսանողներ կան։ Երբ որ ճշմարտությունը ցույց խոսում, աչքերը փայլում են։ Բայց խնդրեմը նա է, որ այդ շնորհքով մարդիկ գործելու դաշտ չունեն։ Ապուշները ամենտեղ պահանջված են։ Այդ համակարգը վարպետ, բայց միշտ էլ այդպես։ Հիմա առավել եւս։
Առավել եւս Արամը ավարտել էր, աշխատում էր, ամեն ինչ նորմալ էր։ Այն ժամանակ պահանջարկ կար։ Հիմա, գիտեք ինչ այսպես ասեմ, նույն սովետական համակարգում շատ հզոր գրաքննություն ցենզուրա կար։ Եվ այդ ցենզուրը գաղափարական էր։ Այսինքն ինչ ուզում ես արա, համակարգին մի դիպչիր։ Եվ ավելին, քո արածը պետք է անպայման որակով լիներ։ Նույնիսկ որակի նշան կար եւ այլ եւ այլ։ Այսօր այդ ցենզուրա կոչվածը շատ ավելի դաժան է։ Ինչ ուզում ես արա, բայց միայն թե որակ չլինի։ Արվեստի խնդիրը հենց արվեստն է, ոչ թե արվեստով ինչ որ բան ասելը, ամենազդեցիկը իրենք վախենում են հենց այդ արվեստից։ Իսկ գուցե այդ թվացial ազատությունը խառնել են օրինակ սանցարձակության հետ։ Չէ, դա էլ պատվերով է ձևավորվել, դա էլ քաղաքականություն է, դա ինքնաբուխ չի։ Ծրագրված, մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում նույն վիճակն է։ Հա։ Արվեստը ի վերջո այն կատալիզատորն է, որի միջոցով մենք ճանաչում ենք մեր շուրջ նաև մյուս երևույթներ, էլի։ Եկես վերջերս մի հետաքրքիր հարցազրույց էի նայում, Նորշտեյնի հարցազրույցներից էր նոր, ունդեղ ասում է, որ խոսում էին արհեստական բանականությունը արդյոք կփոխարինի իրենով գրականության այդ հարցն էր, ու Նորշտեյնը այդ ֆանտաստիկ ինչ որ ասաց անեկդոտ է, բայց անեկդոտ չէր իրականում, ասում է Աստված Այնշտեյնի հետ դրախտում ինչ որ բան են նստած են ու Աստված ասում է ուզում ես ինչ որ քեզ կյանքի բանաձևը գրեմ թե թեորեմը տեսել եք հա ու բանը Աստված սկսում է գրել ու Այնշտեյնը ասում է ստեղ դուք սխալ եք գրել Աստված ասում է ես գիտեմ որ սխալ եմ գրել ու Նորշտեյնը ասում է որ ինչով է արվեստը տարբերվում համակարգչի ստեղծած գրականությունից որ համակարգչի ստեղծած գրականությունում չկա աստվածային սխալը ու այդ աստվածային սխալը շատ կարևոր փորձ է այսինքն եթե չկա այդ մարդկայինը այդ արդեն չի լինում արվեստ էլի այսինքն դա դառնում է որ մեխանիկական ինչ որ ճիշտ իրար հետևից դրած բառեր բայց ոչ գրականություն էլի կարևորը որ դա ոչ թե Շտեյնն է այլ Նորշտեյնը ես ասեցի Նորշտեյնը նա չէ ես Չէ արհեստական բանականությունը ինչ-որ Դուք ես որ Facebook-ով թերթում ես, մեկ էլ դեռ ինչ որ շատ փախած ինչ որ տենց նկար են տղամարդը ինչ որ փիսիկա լվում կամ արջուկա փրկում, ասում ես բայց վատ ազդեցություն է կարող ունենալ բաները, օրինակ արչին ինչքան էլ ցույց տան որ փոքր երեխանը շատ մեծ արջուկին սիրում է եւ արջուկը ժպտում է երեխայի մոտ կարա դա առաջացնի հենց իրականության զգացում, հա, որ ինքը ենթադրենք արջ տեսնի մոտենա այդ արջուկին հուսալով որ այդ արջուկը գուցե նրան կժպտա սա էլ երևի թե այդ արհեստական բանականության այդ վատ կողմերից մեկն է կարծում եմ չգիտեմ մենք նախ պահանջ ունենք բնական բանականության մարդկային բանականություն Բայց հետաքրքիր օրինակն է, որ դուք ասում եք, որ ինքներդ ժամանակակից արվեստին չեք ֆիլմեր չեք նայում, թատրոն չեք։ Օրինակ ես հիշում եմ, որ թատերական ինստիտուտում երբ որ սովորում էի, ու պիտի դիպլոմայինս պաշտպանեի, ընտրեցի բանը համաշխարհային գրականության դերը Ջարմուշի բոլոր ֆիլմերում, որոշեցի, որ պիտի իմ բանը պաշտպանեմ դրանով ու կարմիր դիպլոմով պաշտպանեցի։ Բայց մինչև այդ հիշում եմ, որ ինձ ասում էին նույն դասախոսները, որոնք ավելի մեծ սերնդի մարդիկ են, ինձ ասում էին արի դու Համո Բեկնազարյան գրի, արի դու, այսինքն ես հասկանում եմ ձեր վախը, բայց դրա հետ մեկտեղ եթե դուք ինքներդ ասեք, որ արվեստի մարդ է, պիտի ժամանակի շունչը ոնց որ Չարենցի մոտ է, չէ, զգա։ Եթե չի նայում ժամանակակից եւ կինո եւ թատրոն, թեկուզ եթե դա լավը չի կամ չգիտեմ։ Արամ ջան, եթե ես չիմանայի ինչա կատարվում, կնայի։ Չէ, բայց դրա մեջ նայել եմ եւ հիվանդացել եմ։ Չէ, բայց դուք ինքներդ ասեք, որ կան տաղանդավոր երիտասարդներ, մտածի կարող է այդ 10 ֆիլմից մեկը, ասենք, չէ, օրինակ ես ասեմ, անգամ սեփական մի քիչ տգեր անջում, բայց մի ֆիլմ պիտի նկարեի իմ սցենարով, որը մրցանակ էր ստացել եւ այլ եւ այլ։ Ես ինձ համար անսպասելի էր, որովհետեւ ես լրիվ ինձ թվում էր ես ուրիշ աշխարհում եմ ապրում ու երբ որ իրանց առաջարկով այդ խնդիրը պիտի արդեն լիներ, վերջապես ամեն ինչ նորմալ էր, ֆինանսավորումը նույնիսկ դրսից ինչ ցանոթներ էին իրականացնում, բայց ամեն ինչ տեղ ընկավ, երբ որ վերջի պահին զանգեցին եւ ասեցին վերևից ասել են հանկարծ չթողնեք ինքը ֆիլմ նկարի։ Եվ ես էլի վերադարձա իմ լուսավոր աշխարհը։ Եվ sense մի բան,
Այ մենք խոսում ենք ժամանակի ոգու մասին։ Ես կարծում եմ արվեստի ամենակարևոր բաներից մեկը իհարկե Չարենցի բնորոշումն է, ժամանակի ոգին շունչը։ Այդ տեսեք, բոլոր արվեստները, երաժշտություն, կինո, թատրոն, կերպարվեստ, նույնիսկ հագուստ, մոդելյորություն, ցանկացած նման մի նմուշ մենք հասկանում ենք, սա վերածնունդ է, սա կլասիցիզմ է, սա ռոմանտիզմ է, սա 20-րդ դարի սկզբի ֆիլմ է, սա 60-ականների երաժշտությունն է, նկարչություն։ Այդ վերջի առնվազն 35-40 տարվա ընթացքում էական չի ֆիլմը, երաժշտությունը, կերպարվեստի գործը ստեղծվել է ենթադրենք 85-ին թե 220-ին։ Այսինքն արվեստը մասնագիտանալով դադարել է ժամանակի ոգին ներկայացնել։ Այսօր չի կարող մի 80-ականների ֆիլմը նայես եւ ասես ինչ ես կարծում, որ թվին է նկարված։ Դա կարող էր եւ այսօր նկարվել եւ երեք, նույնը կերպարվեստի մեջ, նույնը երաժշտություն։ Դա կարա քչացնի արվեստի որակն ու արժեքը։ Օրինակ, եթե մենք նայում ենք նույն, չգիտեմ, ես օրինակ շատ եմ սիրում абստրակտ էքսպրեսիոնիստներին, երբ որ նայում ենք Արշիլ Գորկու նկարները կամ Փոլոքի, այնտեղ կարևոր չի թե ժամանակի ստեղումը։ Չէ, խնդիրը հետեւյալն է, բնականաբար իրենց ժամանակի ոգին զգացել են, դրա համար մնայուն են իրենք։ Բայց եթե ես անցյալի արժեքներին չեմ նայում այսօրվա անկալմամբ, այսօրվա պատուհանից, եթե Շեքսպիր եմ բեմադրելու, ես 500 տարի հետ պիտի չգնամ, ես իրան պիտի այսօր տեսնեմ։ Եթե ինքը կենթանի է, այսօր էլ կա։ Ճշմարիտ արվեստը ինքը կենթանի օրգանիզմ է։ Այդ քո ասած արժեքներ իրենք կենթանի են, իրենք այսօր էլ կան։ Բայց դու նույն կերպ չես ընկալում դա, ինչ որ ենթադրենք 70-ականներին ապրող մարդը։ Ամեն դեպքում դու այսօր արթնացել ես եւ այդ պահանջները քո մեջ անպայման բաղդատվում են այսօրվա այդ իմպուլսների հետ։ Դա շատ կարևոր, այսինքն արվեստը նաեւ հենց արվեստագետի միջոցով հանդիսատեսին եւ ընթերցողին կապում է այսօրվա ոգու հետ։ Իսկ եթե մարդը այսօրվա ոգու կրողը չի, իմաստավորված չի այդ կյանքը։ Դրա համար է հուսահատությունը, անտարբերությունը, մարդը երեկվա խնդրեմ այսօր իր հետ քարշ է տալիս, երբ որ ասում եմ ամեն օր ինքը նորից պիտի ծնվի։ Այդ ժամանակի տիեզերքից եկող իմպուլսներով պիտի ապրի մարդը նաև արվեստի շնորհիվ էլի։ Օրինակ հետաքրքիր է, որ ես օրինակ մոտարպես 10 տարի գրախանութում եմ աշխատում որպես գրքի խորհրդատու, ու երբ որ մենք խոսում ենք, դուք ասում եք այդ թեման, իմ մտքին եկավ, որ մենք նոր մի քիչ առաջ որ խոսում ենք պոեզիայի եւ արձակի տարբերությունը։ Ինչը օրինակ ժամանակակից աշխարհում պոեզիան ամենակիչ վաճառվող ու ամենակիչ ընթերցվող ժանրը գրականության մեջ։ Որտեղ մարդիկ միշտ ուզում են կարդալ մի բան, ինչ ունի սյուժե, այսինքն կա սկիզբ, կա վերջ, կա հերոսներ, այն ինչ որ դուք ասացիք, որ կապված է կոնկրետ ինչ-որ ժամանակի հետ։ Իսկ պոեզիան մի բան է, ինչը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ ունի։ Այսինքն իմ համար լավ պոեզիան, չգիտեմ, ասենք, ու հիմա երբ որ ասենք գալիս են ընթերցողները, որ պիտի գիրք կարդան, երբ որ դու ասում ես նույնիսկ պոեզիա, դեմքները միանգամից, չէ, մենք պոեզիա չենք կարդում։ Այսինքն մի բան, ինչը ինքը անժամանակ է լավ իմը։ Հիմա օրինակ ես չեմ պատկերացնում, ես թատերականում որ սովորում էի, ասենք առաջին անգամ կարդացի Yeats, կարդացի Rilke, կարդացի Lorca ու հիշում եմ ինչ-որ մի շրջան, լրիվ տարված էի ու պոեզիա միշտ եմ կարդում։ Բանը մեկ-մեկ որ ասում են մազերը խի ես կտրում, ասում եմ Գումիլովի ու Մայակովսկու խաթրը, միշտ մազերը կտրում, բանը ի պատիվ ռուս ֆուտուրիստների, բանը ուզում ասեմ, որ նայեք նույնը պոեզիան է, պոեզիան քանի որ կտրված է ու չկա կոնկրետ, իհարկե կա պոեզիա, որը կապված է հենց կոնկրետ իր ժամանակի հետ, նույն Մայակովսկու օրինակը որ բերեցի, ինքը կոնկրետ իր ժամանակի բանն է, պահանջն է, բայց կա պոեզիա, որը մարդկային է ու չունի ժամանակ, բայց էլի մարդը, օրինակ ժամանակակից մարդը ինքը չի ուզում դա կարդա, ինքը ուզում է կարդա մի բան, ինչ որ մեկին շատ հետաքրքիր կպատմի ու պատահական չի, որ ամենաշատ վաճառվող գրականության ժանրը, երբ որ նույնիսկ այրոպորտներում դետեկտիվ ժանր, այսինքն մարդուն պետք է մի բան, ինչը անդադ ինչ որ սկիզբ ունի, հա, էլի ինտրիգ, ինչ որ սկիզբ, վերջ ու դրանից եկում գրականությունը վերջանում է, վերջի թղթով, էլի, այսինքն գիրքը փակում է ու գիրքը վերջանում է ու ինչ որ պոեզիա չի վաճառվում ձեր կարծիքով։ Հասկանում եք, էվոլյուցիոն, նույնիսկ ամեն մի կենտրոնի օրգանիզմի զարգացման շատ կարևոր էտապը սիրո հարթությունը հայտնաբերելը։ Այսինքն ինձ համար արվեստը դա սիրո ավելցուկն է։ Եվ երբ որ մարդկանց մեջ պակասում է սերը, ոչ թե պակասում է, այլ ոչնչացնում են սերը, նույն նաև արվեստի միջոցով են ոչնչացնում դա։ Այսպես, ինչ ասեմ, մասսայական արվեստը նկատի ունեմ։
այդ դեպքում հանդիսատեսի մոտ այդ սիրո պահանջն էլ է վերանում, իսկ պոեզիան եւ երաժշտությունը առաջին հերթին հենց այդ զգայական սիրո ընկալմամբ պիտի լինի։ Եթե սերը պակասել է, բնականաբար պոեզիայի եւ երաժշտության պահանջն էլ է պակասում։ Հա, բայց նայեք, օրինակ 20-րդ դարի սկիզբը կարելի է համարել ամենադաժան ժամանակներից մեկն է։ Դաժանը որևէ կապ չունի, ժամանակի ոգին Հա, շատ ակտիվ է։ Այսօր նոր ժամանակից կտրված է։ Ակտիվ է եղել, բայց էլի պահանջը գնացել է ձեր ասած վերացնելու սիրո եւ բայց նայեք ինչ գրողներ են ծնվել այդ ժամանակ։ Եթե այդպես լիներ, այդ գրողները չէին ծնվի։ Ժամանակը թելադրում էր, որ ծնվի Չարենցը ենթադրենք։ Այսօր Չարենց չի կարող ծնվել, եթե Չարենցը ծնվի, այսօր ինչ ասեմ, գուցե մեր շուրջը կան Չարենցներ, բայց նրանք երբեք չեն մտածում, որ այդ ամեն ինչը կարող է ի վերջո դրսևորվել արվեստում որպես երևույթ։ Այսինքն մենք ինքներս ենք մեղավոր, որ մեր պահանջներով ոչնչացրել ենք մեր շուրջ ծնվող Չարենցներին, Տերյաններին եւ այլ կոմիտասներին։ Ուզում եմ ասել, այդ սիրո մթնոլորտը ընդ որում ես չգիտեմ այսօր կհասցնենք այդ մասին խոսել, սիրուց հետո գալիս են նաև շատ ավելի խորքային արժեքներ, եթե արվեստից մոտենանք, իսկ այդ դետեկտիվ եւ այլը մենք տեսնում ենք, դետեկտիվը ի վերջո նույն հարթության մեջ է, ինչ որ էս մեր շուրջ ծավալվող այն մասսայական, այսինքն սյուժե, ասելիք, կերպարներ, դրանք այն մասնագիտական որակներն են, որ ես ասում եմ, երբ որ արվեստը դառնում է մասնագիտություն եւ կտրվում է սիրուց, այդ դեպքում դադարում է իր նպատակին ծառայել էլի։ Դա նույնը օրինակ մոտիվացիոն գրականություն, այսինքն անընդհատ մարդկանց մեջ բան են դնում, որ պիտի հաջողակ մարդ է, այն մարդն է, ով որ պիտի հասնի ինչ-որ բաների, էլի, հա, ու դրանով փչացնում է նաև, չգիտեմ, օրինակ մեկ-մեկ որ գալիս են գրախանութ, մեկ էլ այդպես գրքեր են ուզում, ասենք ոնց կարելի է մի անգամ ծնվել ու ժամանակը ծախսել, ասենք նման գրականության վրա։ Բայց օրինակ նայեք, նույն սովետի ժամանակ օրինակ էլի մոդա կար, որ մոդա էր, որ ասենք Դեյլ Կարնեգի էին մարդիկ կարդում, չէ՞։ Այսինքն միշտ եղել են այդ գրողները, որոնք ծնվել են, որ նմանատիպ գրքեր գրեն, էլի։ Հա, բայց ժամանակին եթե կար Պլատոն, կար Կանտ, կար Շոպենհաուեր, Նիցշե եւ այլը, այսօր հանկարծ հայտնում է Կարնեգին։ Բնականաբար այս համակարգին դե ավելի հեշտ ճակերտերում փիլիսոփայությունը, ավելի հեշտ փիլիսոփայությունը, կիրառական, այո։ Դաժանին գալով, որ ասում էիր 20-րդ դարասկզբին, օրինակ Չեխովն էլ հանճարեղա չէ դրա տրամաբանությունը տվել մի նախադասությամբ ասում է տանջանքները մարդուն տանում են կատարելության։ Գուցե հենց այդ ժամանակի այդ զրկանքները, կտանքներն են գուցե դրթել, որ ծնվեն օրինակի համար Չարենցներ, Դե իհարկե, ժամանակը ոնց որ դուք ասացիք, պահանջում էր այդ կերպարներին, այդ հեղինակություններին, բայց ես վստահ եմ, որ հիմա էլ կան, ուղղակի ավելի տրանսֆորմացվել են, մի քիչ ուրիշ կերպ են դարձել։ Մի հատ օրինակ բանն եմ հիշում, Սամվել Մկրտչյանը, երբ որ Լեոնարդ Քոեն էր թարգմանել, Լեոնարդ Քոենը բանաստեղծների մեկում ասում է, Արտուր Ռեմբոները շատացել են, շատ բարդ է։ Այսինքն ինձ թվում է այդ Արտուր Ռեմբոները կան բայց իրանք հիմա քանի որ հասարակությունը լրիվ ուրիշ կերպարների է պահանջում։ Օրինակ նայեք, ես միշտ ուշադրություն եմ դարձնում, երբ որ քաղաքական գործիչները բարձր պաշտոնյա, որ հավաքվում են միտեղ, ասենք միջոցառումը, դուք նկատել եք իրանց կողքը կամ սպորտսմեններ են կամ շոու բիզնեսի մարդիկ։ Այսինքն երբեք չեք տեսնի իմ հիշելով, ասենք գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ, ուզում ասեմ բան, մի քիչ ոչ թե մասսայական ռեժիսորներ, այլ նենց լավ ռեժիսորներ։ Ու այդ բանը, մի տեսակ ինձ հիշեցնում է այդ բանը, Երրորդ Ռեյխի բանը, որ ամենակարևոր այդ բանը Լենի Ռիֆենշտայնի ֆիլմերը, չէ, այսինքն գալիս է մարդը, որը ֆիզիկապես գեղեցիկ է կամ ֆիզիկա ու դրա համար օրինակ հիմա շատ մոդա է, չէ՞ որ օրինակ սպորտ զալեր են հիմա շատացել, որ մարդը անպայման պիտի տենց ինչ որ ֆիզիկապես հանդես գա գեղեցիկ, իսկ մնացածը ոնց որ յետին պլան է, օրինակ, չգիտեմ, ես որ նայում եմ մեր կոնկրետ քաղաքական գործիչներին, միշտ կողքները սպորտսմեններ են, բայց բաներ չկան, օրինակ արվեստի մարդիկ
Պալատում արվեստագետ չի լինում, խեղկատակներ են։ Այո, դե այտենց է։ Բայց փորձը ցույց էր տալիս, որ միշտ ավելի խելացի էին լինում, եթե այդ խեղկատակների մասին չէ, խոսքը այսօրվա չէ։ խեղկատակները Չէ, լրիվ այլ են։ ես որտեվ մի քիչ դասական գրականության մեջ գնացի։ Իհարկե, Խեղկատակները բավական լուրջ էին։ Հա, այսօրվա խեղկատակները։ Գելդե- Այսօրվա խեղկատակները հենց քաղաքական Գիլդերոդը գործիչներն են։ օրինակ բանը, հա, այդ Կարոլի շուտ։ Չգիտեմ, չես համեմատի էլի։ Ինձ թվում է մոտիվացնող այդ գրքերը, դա ինչ որ տենց շատ տխուր բան է, որովհետև եթե դու փաստորեն տենց Պաումալչյանյո սարքում ես քո շրջապատը փորձադաշտ, Ահա։ դու գիրքը կարդացիր ու սկսում ես պարապել խաչիկի վրա, մարդկանց սարքում ես օբյեկտ։ Չգիտեմ, դրա մեջ ինչ որ սինթետիկ բան կա ու ոչ ազնիվ բան կա։ Բայց ոչ Դա как միայն брак գրքերը։ парашют, է։ Բայց ոչ միայն գրքերը, օրինակ համացանցում է այսօր հաճախ նման բաներ կատարվում։ Շատերն են օրինակ անգամ սրբազան Եթե դրանից է, որովհետև կիսվում շփվում են, ենք։ այսինքն համակարծիք են այդ գաղափարների հետ, հերոստատեսությունը, հերոստատեսություն, վարպետ, ասեք, ես չէ որ պետք է դրա մասին խոսեմ։ Վարպետը տելևիզոր չունի։ Դուք իմ անունը շփոթել եք, իմ անունը Խաչիկ էր։ Մինչև այս բանը։ Հետո իմ համար օրինակ շատ ծիծաղել է, երբ որ մի ինչ որ բան է տեղ ունենում, վատ, կապ չունի ինչ մակարդակի վատ, ու ասում են իսկ ինչի են լռում արվեստագետները, ուզում հարցեմ, բայց դուք այդ արվեստագետերին ճանաչում եք։ Եվ ոնց կարելի է լսել մեկին, որ դու չես ճանաչում։ Դու գնացել ես արվեստագետի ներկայացումը Հա, հետո երբ որ ասում եմ, բայց դե մեղավոր են արվեստագետները, որ իրանք այնքան չեն արել, որ մենք իրենց ճանաչենք ու բանն եմ հիշում, որ չեմ հիշում ում մոտ էի կարդացել, բայց բանը ասում է, որ բանը մեծ գրողները ստեղծում են մեծ հասարակություններ, ու եթե չեմ սխալվում, Բուկովսկին գրում ասում է հակառակը կա նաև, որ մեծ լուրջ հասարակությունները ստեղծում են լուրջ գրողներ, այսինքն երևի կա մեր հասարակությունը, կոնկրետ ես ինչքան զգում եմ, այդ հասարակությանը պետք չեն մեծ երևույթներ, այսինքն դրա համար գալիս են ձեր ասած ավելի խեղկատակները, էլի որպես։ Արամ ջան, գիտես ինչ, մի քիչ փորձենք խորքային նայել, չմասնագիտացնենք ընկալումները, այսինքն կա աշխարհ, ոնց որ Շեքսպիրն ասում, եւ կան դերասաններ։ Մարդիկ դերասաններ են, աշխարհը թատրոն։ Հիմա ես նկատել եմ, որ նույնիսկ շատ բարձր քաղաքական շերտերում, հիմնականում, ինչ ասեմ, այսպես հերիական շերտերում, շատ են սկսել խոսել թատրոնի մասին։ Հենց այդ Շեքսպիրի տողից ելնելով։ Բայց ամեն դեպքում այդ խոսակցությունը ես ընկալում եմ, իրենք շատ են պրոֆեսիոնալացնում թատրոնը։ Դա վտանգավոր երևույթ է։ Այս որ ասում եմ, գիտեք ինչ է նկատի ունեմ։ Գիտեք ինչ, կա ի վերջո ամեն ինչի հիմքում մարդն է։ Այսինքն երբ որ մարդը դառնում է արվեստագետ, այդտեղ ինչ որ բան վերջանում է, այսինքն արվեստագետը պիտի մարդուն շատացնի։ Արվեստագետի մեջ պիտի մարդը շատ լինի, սերը շատ լինի, այդ դեպքում կոնտակտների մեջ որևէ խնդիր չկա, միայն այդ դեպքում կարելի է նաև հասարակությանը ինչ որ բան տալ, եթե դու ինքդ ես մարդ եւ ոչ թե ես արվեստագետ եմ։ Մենք մարդկայնության խնդիրն է, որտեղ այսօրվա քաղաքակրթական համակարգը, այսպես ասեմ, մի բառով, մարդկանց միջատայնացնում է։ Եվ այդ միջատային մտածելակերպը, ստանդարտը, ի վերջո իրան արվեստ պետք չի։ Եվ մեծ հաշվով, եթե Էլինային խորքային բանաձևումը փորձենք ներկայացնել, եթե այսօր արվեստը փորձում է կյանքը արտացոլել, իրականում պիտի կյանքը փորձի նմանվել արվեստի, ոչ թե հակառակը։ Եվ այդտեղ արվեստագետի առաքելությունը շատ ավելի հասկանալի է դառնում։ Իսկ կարելի է դա ավելացնել, եթե դու նրանցից ավելի մարդ ես։ Այսպես ասեմ, Անոյը ասում է թատրոնը սկսում է այն պահին, երբ որ ամբողջից մեկը բարձրանում կանգնում է տակառի վրա։ Ես դա անցալում եմ այս մոտեցմամբ, որ ինքը գոնե տակառի եւ ընդհանրապես բեմի բարձրությամբ երկնքին ավելի մոտ է։ Եթե դու այդ արժեքը չես կրում, դու իրավունք չունես բեմ բարձրանալու։ Բեմը խափելու համար չի։ Եվ եթե լռության մեջ, այդ կոնտակտի մեջ, այդ ուսուցողական, այսպես սիրո շողացակումը չկա, դու իրավունք չունես բեմ բարձրանալու։ Ի վերջո, Արամ,
կընդունես, որ ի վերջո արձակագիրն էլ պիտի բարձրանա տակառի վրա ստեղծագործելու համար։ Իհարկե, կամ եթե ուզում ես փիլիսոփա դառնա, մտի տակառի մեջ։ Ուրեմն դու վաղ սկսում ես զբաղվել մեդիտացիաներով ու սկսում ես այցելել թատրոնները ու նայել ներկայացումները, որպեսզի քեզ չասեն արվեստագետ, խաչիկ։ Դու ինձ ուզում ես որոշացնել։ Դրա համար սկզբից ասեցի զբաղվում ես մեդիտացիայով, որ դու քեզ ված չես գաս թատրոն Չէ, նոր ներկայացումները։ իհարկե մեր խնդիրը առաջին հերթին ոչ թե հիվանդությունը բացահայտել, հիվանդ օրգանիզմում ամենավարակիչ բանը դա առողջ բջիջն է։ Դի փորձել լուծումը գտնել եւ այս դեպքում ամենակարևորը այս համակարգից դուրս ազատ մարդկանց ստեղծելի կարողությունն է, որը ամեն լուսաբացի ծնվում է եւ հաղորդակիցը այսօր եզերքից եկող իմպուլսների հետ։ Մեր մոլորակի մեր հատվածը ինչ ասեմ, ինձ թվում է հակառակությամբ է պատտվում, էլի առնվազն կանգնած է։ Եվ մենք պիտի թափով պատտվենք, որ ժամանակի հետ համահունչ դառնանք, էլի։ Այսինքն այսօր բոլորիս հատկապես արվեստագետների վրա մեծագույն գերխնդիրներ ա դրված։ Սովորական քայլերը ոչ միտեղ չեն տանում, այսօր ճեղքում է պետք։ Բայց այդ ճեղման համար պիտի նույն ընթերցողը կլինի, նույն, չգիտեմ, հանդիսատեսը կլինի, ինքը նաև պիտի պատրաստ լինի, չէ՞, ճեղմանը։ Այս որ ասում եմ հանդիսատեսը, հուսահատվածը, եթե այդ ճշմարտությունը այսօրվա իմպուլսով թելադրված ճշմարտությունը կա, եթե անգամ հանդիսատեսը չի ընկալում, ինքը չի կարող դա չընդունել։ Ինքը դրա պահանջն է կրում։ Այսինքն այդ սպասումը կա անկասկած։ Ուղղակի այդ իմպուլսներն է բացակայում այսօր։ Բայց օրինակ հետաքրքիր է, ես նկարչության օրինակով բերեմ, այս անցած տարի բախտ վիճակվեց գնամ Տրիցիկովկա ու 20-րդ դարի հենց նկարչությունը ու անպայման ուզում եի գնայի Մալևիչի բան, այդ ավանգարդիստների Մոնալիզայի հետ հանդիպեի, այսինքն սև քառակուսու հետ։ Հետաքրքիր է, որ նայեք, այն մարդիկ, ովքեր մեծ ճեղք են, այսինքն եւ ճեղքել են եւ ճեղք են թողել, այդ ստեղծագործողները միջև հիմա չեն մարսվում, որոնք նույնիսկ եղել են 20-րդ դարի սկիզբ։ Այսինքն եթե դուք խոսեք նույնիսկ մարդկանց հետ, ովքեր նկարիչներ են, եթե մանավանդ եթե մի քիչ ավելի դասական նկարչության կողմնակից, եթե դու իրենց ասում ես սուպրեմատիզմի մասին կամ պոեզիա սիրողը, չգիտեմ, օրինակ իմ բարեկամների մեջ մարդիկ կան, որ ասում են, լավ, դու Մայակովսկու ի՞նչն ես սիրում, որտեղ իրենց մոտ Մայակովսկին ասոցացնում է այտենց Լենինգով վերքող, այդ այսինքն այդ ֆուտուրիզմից, այդ բանից հեռու են, էլի։ Ու այդ նորարաններին միջև հիմա չեն կարողանում մարդիկ ընդունել ու մարսել։ Ես դա ված չեմ ընկալում, բայց շատ ավելի վտանգավոր է, ոչ թե որ լավ արվեստը չեն ընկալում, այլ որ վատ արվեստը ընկալվում է, դա շատ ավելի վտանգավոր է։ Կեղծ արվեստի ազդեցությունը սարսափելի է։ Նոր արվեստը գոնե չեն ընկալում, բայց որ ընկալում են ինչքան վտանգավոր է։ Վատ արվեստի մասին։ Ինձ թվում է ամեն ժամանակով այդ վատ արվեստը միջ ավելի ընկալելի է եղել մարդկանց համար։ Դա բնական է։ Դե հա, այդ բայց նաև այն ժամանակներն են վերելքի ժամանակներում, այդ նույն վերածնունդում չէր կարող արվեստը բարձր չլինել։ Եվ այստեղ չփորձենք համատել հենց մթնոլորտից է գալի այդ արվեստի այդ հզոր երևույթը, թե արվեստն է այդ։ Այսինքն դա ընդհանուր մարդկային, դրա համար եմ ասում, եկեք արվեստը չկտրենք հասարակական պահանջներից, դրանք նույն բանն են։ Այսինքն այդ իմպուլսը մեկին կարող է որպես խնձոր աճեցնող, այս խնձորին փայլ տվող իմպուլսներով իր կյանքը իմաստավորել, մյուսը կարող է արվեստագետին, այսինքն մարդը պիտի իմաստավորված ապրի, անկախ նրանից ինքը արվեստագետ է, թե պարտիզպան։ Բայց ինքը պետք է գա այդ գիտակցության։ Դա ասում եմ, դա մթնոլորտի խնդիր է, որով պիտի ի վերջո դրա մեղքի մեծագույն բաժինը ես տեսնում եմ հենց արվեստագետների մեջ, արվեստագետներ չասենք, այս դեպքում ցավոք դա արվեստը տնօրինողների խնդիրն է դարձել, էլի, որտեղ այսօր ասում եմ։ Բայց տարբեր մարդիկ են, արվեստագետներն ու արվեստ տնօրինողները, չէ, տարբեր մարդիկ են։ Չէ, այդ հասարակական այդ ճահիճը պահելու համար հիմնական խնդիրը նա է, որ արվեստ պայմանավորող մարդիկ լինեն, այսինքն այդ ամեն ինչը տնօրինողները լինեն անշնորհք, այդ դեպքում վերահսկելու կարիք չկա։ Դե հա։ Ինքնիանով այդ ճահիճը շարունակվում է, իհարկե։
Պետք է որ օրինակ եթե գրականության օրինակով եմ նայում, օրինակ Նոբելյան մրցանակի ցանկը որ նայում եմ, մեծ մասամբ այն լուրջ նորարարները, որոնք եղել են գրականության մեջ, ասենք չգիտեմ, օրինակ հիմա մտքից գալիս է օրինակ Բորխեսը, օրինակի համար, այսինքն շատ վառ երևույթներ, իրանք միշտ Նոբելյան մրցանակ չեն ստացել, ու ստացել են այն մարդիկ, ովքեր այդ նորությունից հետո եկել են շարունակել են իրենց գործը ու դարձել են, այսինքն այդ նորարարությունը դարձել է սովորական։ Կան իհարկե մի քանի կերպարներ, օրինակ ասենք իմ համար շատ լավ իմաստով տարօրինակ է, որովհետև ես Բեքեթ շատ եմ սիրում, ասում Բեքեթի Նոբելյան խնդրում, Բեքեթը շատ ավելի մեծ է, քան Նոբելյան մրցանակը, էլի, վարկաբեկելու համար։ Հա, վարկաբեկելու համար, հա։ Ու բանը, դե օրինակ նույն Արտուր Ադամովը, որ միշտ ասում էր նեղում էր ու իրեն չեն ճանաչում, բայց ասենք ՅՈՆԵՍԿՕ-ին ու Բեք, այսինքն այդ ընդհանրապես նորարանները որ գալիս են, նույնիսկ լուրջ մրցանակի մեջ, օրինակ Նոբելյան մրցանակ։ Նույնիսկ այդտեղ չեն ընդունվում այդ մարդիկ, նորարարները, ու մնաց ընդունվեն այն մարդկանց մեջ, ովքեր ունեն միջին ճաշակ, էլի։ Ցանկացած նորարարություն ինչ որ ժամանակ կինոյում նույն Օսկարը, որ կարող են մի քանի հազար քննադատների համատեղ գնահատականով մրցանակ ստանալ։ Այսինքն այստեղ անհատականության վերացման խնդիր է։ Այո, դա անխուսափելի է։ Դուք հիշում եք, չէ՞, որ օրինակ Արկադեն 10 տարի առաջ ավելի պոպուլար էր, քան հիմա։ Ինքը այդ մոդան մաշկացնում է այդ ամեն ինչը։ Դու դառնում ես լավ դերասան, օրինակի համար, կամ լավ ռեժիսոր, այնց ուշադրությունը դեպի քեզ է գալիս, դու սկսում ես արտադրել կինոներ, բայց բոլորը սկսում են կրկնակել քո ձեռագիրը, փորձում են։ Դա բազմանում է Плесень, как по-армянски. Բորբոսի պես։ Հետո ինչ որ մեկը ուրիշ տեղ ծնվում է ուրիշ բան, ու բոլորս այդ բորբոսը գալիս է ստեղ, սկսում են իրան քայքայել։ Ու դա անverջ է, այսինքն մենք պահանջ ունենք անհատների, բայց մենք այդ անհատներին ուտում ենք։ Ես ասեմ, դա ուտում ենք, մաշացում ենք, մարսում ենք, ու հետո այս մեր ընդհանուր արդեն Մալևիչը նկարիչ չի։ Մեր ընդհանուր ընկերներից մեկը այս դեպքում չանձնավորենք, ուրեմն իր ընկերուհիներից մեկը Շվեդիայից երեխային վերցրել, երկար տարիներ Շվեդիայում էր ապրում, վերադարձել է Հայաստան։ Պատճառը հետևյալն է, ուրեմն կանչել են այս տիկնոջը, ասել են ձեր երեխային մենք դպրոցից վտարում ենք, որտեվ ինքը հիվանդ է։ Թող մի տարի հոգեբուժները հետ աշխատեն, հոգեբանները, հետո քննություն տա, եթե նորմալ լինի կընդունենք։ Առողջ հայ երեխա, ինչու՞մն է բանը։ Թե ինքը հիվանդ է, ինքը բոլոր առարկաներից ուզում է լավագույնը լինել։ Կա այդ խնդրեմը կա բոլոր շերտերում, բոլոր ամենտեղ։ Դրա համար այս համակարգը սկսել է ճաքեր տալ, քանդվել, ես այսպես մի քիչ պատկերավոր ասեմ, բաբելոնյան աշնարհակաշինությունը նոր է սկսել փլուզվել։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այդ նոր համակարգի պատվերը ձևակերպենք, որպեսզի այդ փլատակների տակ չմնանք, որտեղ մենք կռվում ենք մի համակարգի դեմ, նաև քաղաքական առումով, որտեղ նաև մենք ենք։ Դա ամենավտանգավորն է։ Պիտի շտապ այդ նոր համակարգային պատվերը սկսի գործել առաջերտին հոգևոր դաշտում։ Բայց օրինակ հետաքրքիր է, որ կա օրինակ ուրիշ տեսակի արվեստագետ, դուք այդ բառից բան եք անում, բայց կա ուրիշ տեսակի արվեստագետ, որոնք ուղղակի մի օր որոշում են այլևս դրանով չզբաղվեն։ Օրինակ ինձ այդ կերպարներն են շատ դուր գալի։ Օրինակ, չգիտեմ, Ռեմբոյից խոսացի, Ռեմբո 19 տարեկանից հետո որոշում է այլևս չգրել։ Ու Էդ էլ ինչ որ առումով որ այդ ձեր արվեստագետ բառի վրա հիշեցի, որ Ռեմբոն մի բանաստեղծություն ունի, որտեղ կոչվում է իմ սիրահարված ճուտիկներ, որտեղ ասում է դու ինձ պոետ հայհոյեցիր։ Իր համար պոետ լինելը հայհոյանք, էլի ինչ որ առումով, ու ինքը ասում էր, չէ, ասում էր, ես իմ մարմնի վրա ասում եմ փորձեր եմ անում, որպեսզի պոետից դառնամ պայծառատես։ Հա, Արամ ջան, բայց նա դադարելով գրել, ի վերջո մնում է արվեստագետ անկասկած։ Էդ եմ ասում, այսինքն կա նաև ուզում ասեմ, որ դուք ասում եք մի բան արվի, կա նաև երկրորդ ճանապարհը ոչ մի բան չանել, որը էլի ազնիվ է։ Գալիս ենք մարդու գերակայության վրա, էլի, մարդ լինելու։ Բայց այդ նույնը Օսկարը օրինակ հետաքրքիր է, որ դու ասացիք Օսկար, բայց Օսկարը միշտ հասցնում էր վերջի պահին, ասենք Ֆելինին, երբ որ արդեն ծերանում էր կամ Չապլինը, վերջում այդ Օսկար էին տալի կինոյի մեջ ներդրման համար, բայց օրինակ ես իմ շրջապատում ընկերներ ունեմ, որոնք կինո սիրողներ են,
Օրինակ ես իրանց մեջ կարելի է մատերով հաշվել մարդկանց, որ ովքեր, ասենք, սա ինչ որ նոր ֆիլմերը կնային Օսկարի, բայց եթե օրինակ իրեն ուղարկես որ նայ Ֆելինին են Օսկար տվել, ինքը Ֆելինին չել ճանաչում, ինքը չել հետո չել նայի, մանավանդ երբ որ իմանա որ ֆիլմեր կան սև ու սպիտակ են, օրինակ ես իմ փորձով գիտեմ, եմ արկածը սև ու սպիտակ, այն որ արդեն իր համար այդքան հերիք է, որ ինքը ֆիլմը դա հենց նրանից է որ կինոն առավել եւս կապված է իր ժամանակի հետ էլի։ Երեկվա ֆիլմը արդեն ինչ ասեմ, երեկվա խմորեղենը այսօր դժվար է ուտել, իսկ հոգին շատ ավելի նուրբ երևույթ է էլի։ Դրա համար ժամանակի ոգին զգալը շատ կարևոր է, որը քեզ ոնց ասեմ, իմունիտետ է ձևավորում անցյալի արժեքներից չթունավորվել։ Եթե այսօր բանը չկա, այսինքն ես այսպես ասեմ, նույնիսկ այսօրվա մեր ողբերգությունը նա է, որ այսօրվա արվեստը եւ չկա, եթե չկա, մեր անցյալի այդ հզոր ժառանգությունը, այդ մեր մեծերը դադարում են մերը լինել։ Մարդ միշտ պիտի օրվա մեջ այդ ոգու կրողը լինի, էլի։ Բայց ես կարծում եմ, որ այս խոսակցությունն էլ պատահական չի, որովհետև այսպես շարունակվել երկար չի կարող եւ այս համակարգը մեր աչքի առաջ փլվում է, դրա համար մեր պատասխանատվությունը առավել մեծ է, էլի։ Թակարդի մեջ է։ Բայց օրինակի համար եթե երեկվա խմորեղենը չուտի, այսօրվա մարդը, ինքը կարող է վաղը արտադրի նույն խմորեղեն եւ ի ցույց անի բոլորին, որ նա հրաշալի նորություն է ստեղծել։ Այնինչ այդ խմորեղենը արդեն պատրաստված է եղել։ Մի 2 օր առաջ առնվազն։ Դա էլ կատարում է մեր շուրջը։ Բայց դա Ինքը խմորեղենը որպես նոր է մատուցում, Այսինքն ես ամեն դեպքում համատարած թունավորված լինել է։ Այո։ Հենց այդպես էլ կատարվում է։ Իսկ բուժման եղանակ, օրինակ, շատ հիմա բան կտրուկ շրջադարձ արեցի ես, իհարկե ներեցեք, բայց ինձ օրինակ հետաքրքիր է։ Ես որպես քաղաքացի ես ուզում եմ տեսնել բուժման։ Բայց երիտասարդ բժիշկ Այսպես երիտասարդ բժիշկ, Չեխովին ես օրինակ բերում, որպես երիտասարդ բժիշկ։ Ինչ կարելի անել։ Պետք է երևի սկսել ռոպագանդել։ Տարբերակել։ Че, надо вводить культ личности, человеческой личности, индивидуальности, вот так я скажу, понимаешь? Потому что только եթե դու անհատ ես, ու հետաքրքիր ես, բայց եթե քեզանից 50-ա, դու արդեն չես կարող տարբերել այդ շոու բիզնեսի երգչուհիներին, որովհետև նրանք բոլորը նույն քթերով, նույն շրթունքներով, նույն ռիթմի մեջ, նույն մաշկի բացվածության տոկոսը, նույնը արդեն խառնվում է։ Դուրս է գալիս Զինֆիրան, ու մեկ էլ Զինֆիրայից հետո մի 10 տարի հետո էլի լիք աղջիկներ այսպես երգերով։ Բայց քեզ Զինֆիրան բռնում էր, իսկ ուրիշները չեն բռնում։ Это уже какие-то грибницы, էլի ոնց որ паделка լինի։ Բայց ինքը դա մարդու պահանջն է։ Ինքը ուզում է նմանվի սիրուն բանին, ինքը ուզում է կպնի գեղեցկությանը, ինքը ուզում է դարձնի իրան իր կուրքը ու բազմանա դրանից։ Ու ինքը ստեղ փշրվում է։ Ես դա նկատի ունեմ, էլ մենք ուտում ենք անհատներին։ Այսինքն անհատ չուտելու համար դու էլ պետք է անհատ լինես։ Որ դու իրանից հաճույք ստանաս, բայց չուզենաս իրան նմանվես։ Այդ գաղափարը պետք է մարդկանց մեջ զարգացնել փոքր վախտանից, բայց մեր մոտ չի ստացվում, ինչքան էլ դու ընտանիքում չպայքարես, որ քո երեխան անհատ լինի, ինդիվիդուալնես такая, ярко выраженная, կարմիր նասկի, խնդրեմ, ամոչի, տարբեր նասկի, դու տրուսիկով ես գնում դպրոց, գնա, հա, բայց դպրոցում իրանք կոտրում են։ Ու դու ստիպված մանես գալի ինչ-որ տենց բաց դպրոց, համապատասխան միջավայր, հա, որ չասեն երեխեդ գիժա։ Բայց այդ գժությունները պետք է դուրս գան այդ երեխայի մեջ, ինքը այդ ամեն ինչը պետք է փորձի։ Իսկ մեր համակարգը մանգոներից, դպրոցներից, բուհերից սկսած։ Ինձ թվում է խաչիկի նման դասախոսները հազատ եթե ուսանողները գան ու հարցեր տան կամ տարօրինակ ձևով իրենց բան, ինձ թվում է խաչիկը չի նեղվի, որովհետև ինքը տեսել է այդ սերունդներ մեծացրել է, տեսել է երեխեքը ինչ տեսակի են լինում ու ինքը գիտի, որ երեխան պետք է խաղա, ինքնարտահայտվի։ Հա, ինքը պետք է խաղա։
Ինքը խաղում է հիմա լուրջ վերջը մարդ, հետո ինքը խաղում է, չգիտեմ, միջին, մի քիչ էլ ուզում է սիրի, մի քիչ էլ ուզում է գժություն անի։ Այդ ամեն ինչը կոտրվում է հենց այդ բուհերում, ստանդարտ։ И всё, и ты уже դու ստանում ես անհատություն, որը որ ուզում է սերը վեր հարկնի, սերը շալվար հարկնի, շատ չարտահայտվի, որ իր վրա շատ ուշադրություն չդարձվի։ Վախենում է այդ հայացքներից։ Բայց օրինակ ես մտածում որ կոտրվելու արդյունքում էլ է մարդ անհատականություն դառնում։ Որովհետև օրինակ ես դպրոցներ գիտեմ, որ այդպես հատուկ հիմա անունը չտամ, հատուկ ուղղվածության դպրոցներ են, որ իրանք չգիտեմ, ինչ որ բանով են զբաղվում, չգիտեմ, գործ ինչ որ ձեռքի աշխատանք են անում, բան են, բայց օրինակ ես չգիտեմ, ինքը սովորել եմ Ավանի դպրոցում օրինակ համար ու երեխա ժամանակվանից չգիտեմ, իմ մեջ ինչ որ երևի ինչ որ մի տրավմայից է նաև եկել, որ որոշել եմ շատ գրքեր կարդամ, ես մինչև հիմա ամեն օր շատ կարդում եմ ու հասկանում եմ որ դա գալիս է չգիտեմ կլինի մենակության զգացումից կլինի օրինակ ձեր ասած այդ նույն բուլինգից կլինի բանից կլինի այսինքն ի վերջո առանց այդ որ խոսում ենք այդ աստվածային սխալի առանց այդ սխալի առանց այդ երևի ցավի անհատականություն չեն դարձնում օրինակ երբ որ դուք ասում եք մարդիկ կան որոնք Զենֆիրայի պես ուզում են գիտարով նվագեն դա այդքան վատ չի հա իհարկե վատը երբ որ ուզում են ամբողջությամբ նմանվեն բայց քանի որ օրինակ Հետաքրքիր է ես հասկացա ինչ եք ասում, հա, օրինակ մի մարդ կա բանում երիտասարդականում գիտարը նվագում ու Վիսոցկու ձայնը բան, բայց որ Վիսոցկուն նման չի, որ ձայնը բան, բայց ինքը փորձում է նմանակել։ Այդ այսինքն դա կա, բայց դրա հետ մեկտեղ օրինակ հետաքրքիր է որ մի երկու օր առաջ բանն էի կարդում Պյոտր Վայլի գրքերից մեկը կոչվում է Ստիխի պրամինյա, այնտեղ մի հատված կա, որը Բրոդսկուն է նվիրված, ու Բրոդսկին այնց հետաքրքիր բան է ասում, ես օրինակ միշտ մտածել եմ դրա մասին այդ այսինքն երբ որ դու ազդեցություն ես ունենում մի ստեղծագործից կամ ոգեշնչում ես, ու Բրոդսկին ասում է որ այն մարդը ով իրեն համարում է մշակութային մարդ, ինքը կրում է իր մեջ այդ մշակույթը, այսինքն իր մեջ կա այդ շարունակելու ու ժառանգելու բանը, գենը, երբ որ դու քեզ համարում ես տեղից դուրս, դու ինչ որ առումով համարվում ես բան, գրած ռուսերեն ասում են ձիկայր, այսինքն դու վայրենի ես, այսինքն դրանից դուրս ես։ Այդ առումով օրինակ ես մտածում որ այդ ոգեշնչվելը բան, հա իհարկե, չնայած Զեյֆիրան լավ օրինակ է, բան, այնտեղ ավելի վատ օրինակներ կան, որոնց ուզում են նմանվեն, էլի, այսինքն գիտարը, երաժշտությունը, պոեզիան էլի վատ չի։ Ու կարող է դրանից դուրս գան մարդիկ, ովքեր իրանց փորձառությունը խառնելով թեկուզ հենց բանի, որտեվ Զենֆիրան առաջին մարդը չի, որ գիտարով դուրս է գալի ու բաներ ա։ Ինքը ուղղակի ունի իհարկե իր անհատական ձևը, ոճը, բայց իհարկե վստահ եմ, որ ինքն էլ իր հերթին կարող է ոգեշնչված կլինի եւ Վիսոցկուց, եւ Ցոյից, եւ լիքը ուրիշ երևույթներից, էլի, այսինքն այդ առումով Զենֆիրան լավ օրինակ է, որ կարելի է բան անել, էլի։ Դու կարող ես ոգեշնչվել։ Դա էլ է տաղանդել իմանալ ումից ոգեշնչվել։ Իմ կարծիքով, գուցե ես եմ սխալվում, չգիտեմ, բայց ցանկացած արվեստագետի ի վերջո պետք է ճիշտ հանրայնացնել։ Հա, գովազդը շատ կարևոր է։ Շատ կարևոր բան եմ ասում։ Որովհետև, չէ, գիտես, ուտելու հարցը չէ, ճիշտ հանրայնացնել։ Ժամանակին ծնվում էին հանճարներ, ճակերտավոր այսպես ասենք, հա, անուններ, որոնք հայտնի էին ամբողջ աշխարհին։ Եվ հիմա հարց տրամաբանական, ինչ եղավ մեր ազգի հետ, որ հանճարները այլևս դադարեցին ծնվել։ Գուցե ուղղակի այդ մարդկանց ճիշտ չեն հանրայնացնում։ Օրինակ ես շատ եմ կարևորում սա։ Մշակութային ռազմավարություն։ Կար ժամանակին։ Հիմա ես զգում եմ դրա իսպառ բացակայությունը։ Ով է դատելու, ով է որոշելու։ Ով է որոշելու։ Ես հիմա փորձում եմ բուժման եղանակներ գտնել, հա, ինչ մենք խոսում ենք դրա շուրջ։ Դրա համար եմ ով է այդ որակի պիտակը ճպցնելու այդ մարդու վրա, ասի, այս է որակով մարդ է։ Լսեք իրեն։ Մի քիչ չեմ համար անընդունելի է հանրայնացնել բառը, դա ուղղակի պիտի չափանիշներ լինեն, նշաձողեր լինեն այդ դաշտում, իսկ դա կարելի է ոչ թե դա ինչ որ մի մարմին դա լինի մշակույթի նախարար, թե ինչ որ մի խոսքով։ Նախարարը դա չէ, ես ուզում եմ ասել դա ոչ լրատվությունը, ոչ ինչ որ մարմիններ, խնդիրը նա է, ես ասացի, ամենակարևորը այդ հիվանդ օրգանիզմում առողջ բջիջ ստեղծելն է։ Ես կարծում եմ, օրինակ, իմ առջև
հիմնական մի խնդիր փորձեմ բարձրաձայնել, անթույլատրելի ձևով բարձրաձայնել, իմ նպատակը, ցանկությունը երկար տարիներ եւ ինչ որ անդադ այդ շփումների մեջ այդ խնդիրը կարծես թե այսօր ավելի անհրաժեշտ է դառնում, այսօր ձևավորել այն երկրի արվեստի կենտրոնը, որտեղ ակնկալում ենք վաղը ապրել։ Այսինքն այդ տարածք մտնողը պիտի հայտնվի մեր իրական երկրի հոգևոր մոդելի մեջ։ Դա սարսափելի կարևոր է։ Այ օրինակ, եթե մենք հիշենք, նույն այս ամբողջ սոցհամակարգը քանդվեց Լեհաստանից։ Հիշում եք այնտեղ Սոլիդարնոստ եւ այլ։ Իսկ դա սկսվեց թատրոնից։ Դա սկսվեց հենց Գրատովսկուց։ Հենց այդ Վրոցլավի թատրոն, այսինքն թատրոնը դա սոցիալական բջիջ է։ Եթե այս դեպքում հիշեմ Լորկայի հայտնի նախադասությունը, ասում է թատրոնն այն միավորն է, որը կարճ ժամանակում կարող է փոխել ողջ երկրի հոգևոր նկարագիրը։ Ճշմարիտ թատրոնի մասին է խոսքը, իսկ բանը Ժան Ժիրարդու ֆրանսիացի դրամատուրգ 20-րդ դարի շատ ավելի դիպուկ մի արտահայտություն ունի։ Ասում է հնարավոր է, որ զարգացած երկրում չլինի բարձրարվեստ թատրոն։ Նայա գնում ենք Դանիա, Շվեդիա, բանը կարող է եւ չլինի, եւ հավանաբար չկա էլ դա։ Ասում բայց եթե կա այդ բարձրարվեստ թատրոնը, բացառվում է, որ այդ երկիրը զարգացած չլինի։ Ես այդ թատրոնի մոդելի վրա եմ տեսնում, նաև մնացած։ Նույն կերպարվեստը, նույն կինոն, նույն հեռուստատեսությունը որպես ստեղծագործական միավորների համախումբ, էլի։ Ես օպերայի ժանրի մասին էի նման բան լսել։ Օրինակ ինձ անհանգստացնում է, որ ժամանակակից հայկական օպերա չի գրվում։ Ինչու՞։ Օպերա։ Հետաքրքիր թեմա է։ Ինչու՞ չի գրվում։ Ժամանակ, մենք դասական երաժշտություն նորմալ չենք։ Մենք ընդունենք հետեւյալը, որ ժամանակին այս պահին համարվող դասականները իրենց ժամանակին եղել են ժամանակակից գրողներ։ Այստեղ եմ ես կարծում, որ ճիշտ ռազմավարության արդյունքում մշակութային ժամանակը նրանց դարձրել է, իհարկե նրանց հանճարն էլ մեծ դեր ուներ, բայց ժամանակը նրանց դարձրել է դասական։ Հիմա ինչու չի գրվում։ Որն է մոտիվացիան, հա, գալով մոտիվացիայի գրքերին։ Ու թատրոն եւ գրող փոխհարաբերությունները արամ։ Ինձ օրինակ ապշեցնում այսօր։ Ռուսաստանը պարտադիր իր խաղացանկում պարտադիր Չեխով, Աստրովսկի ժամանակակից գրողներ, մենք ինչ ենք անում։ Մեզ մոտ էլ է նույն բանը։ Քանի է Չեխովը բեմադրվել մի 3 տարվա ընթացքում։ Я не про Чехова говорю. Ժամանակակից էլ է բեմադրվում։ Ես նկատի ունեմ Ռուսաստանը, օրինակ, մինչև այսօր դա լրջագույն քաղաքականություն է իմիջալուց, արվեստը մի կողմ դնելով, այնտեղ լրջագույն քաղաքական էլեմենտ գոյություն ունի, որը մենք երևի թե չենք ուզում դրա հետ առերեսվել, դրա համար չենք ընդունում։ Պատահական չեն նրանք օրինակ անդրադառնում թատրոններին, Չեխովին, Աստրովսկուն, ժամանակակից գրողներին։ Հիմա ինչքանով ենք օրինակ մենք որպես առանձին թատերային էլեմենտ, հայկական թատրոն, չկարող ենք մենք մեր դասական ստեղծագործություններին անդրադառնում, հայ ժամանակակից գրողներին անդրադառնում։ Ինձ վախեցնում է դա, ազնվությամբ։ Կարելի է։ Իհարկե։ Տեսեք, էլի երևի թե շատ խորքային է, օրինակ ես Արամին ճանաչել եմ, երբ որ ինքը փոքր հասակում 11 մանկական թատրոնում, հա։ Ես էլ ինստիտուտից հետո այնտեղ փոքրերով թատրոն էի հիմնել, բայց անդադ այդ ղեկավարության հետ կոնֆլիկտը նրանում էր, որ ես փոքրերի հետ բեմադրում էի Չեխով, Շեքսպիր, առաջի երկրորդ դասարանի երեխեքին։ Սերվանտես, Հովանես Սարգսակ եւ այլ։ Ոչ թե նրա համար։ Ես ասեմ, նույնիսկ որ պարտադրեցին հեքիաթ բեմադրել, երեխաները ըմբոստացան, չուզեցին, որտեղ երեխային ոչ թե դաստիարակում է իմ հայրիկը, իմ մայրիկը, միևնույնն է նրան գեղագիտությունն է դաստիարակում, ոչ թե իմաստը, գաղափարը, եւ այդ առումով, երբ որ իրոք նա Չեխովը խաղում, իրոք Սերվանտեսը խաղում, դա նրան ենք զարմանալի նաև մարդկային որակներ էին հատնում։ Այդ երեխաները, եթե հիշում ես, տուն չեն գնում, ամբողջ օրը թատրոնում։ Նույնիսկ դա պետություն էր։ Ես խոսում եմ երկրի մոդելի մասին։ Նույնիսկ ինչ ասեմ,
օրենքներ էին բերում երեխաները, պետություն էր ձևավորվել, օրինակ այս բանին հիշեցի, այդ երեխեքից մեկը 7-8 տարեկան մի աղջիկ օրենք էր բերել, որ ես առաջարկում եմ, որ թատրոնում աղջիկները տղաների հետ դուքով խոսեն։ Ասում եմ, լավ Աննա, հա հետաքրքիր, այս տղաները, դա կարևոր չի։ Ինչու՞։ Այն տղանում հետ աղջիկը դուքով չի խոսում, պիտի դու գանք մուծի։ Այդ տեսեք, արվեստի միջոցով ոնց են հարաբերությունները ուրիշ որակի մեջ մտնում, էլի։ Հիմա ամեն դեպքում ամենակարևորը Արամը թատրոնի առումով կարող է այս դեպքում վկայել մթնոլորտ ստեղծելն է բեմի վրա։ Եթե վարակույրը բացում է, լռության մեջ ներկայացումը չկա, խաղալով չես խաբի։ Այդ ոգին պիտի լինի։ Եվ այդ առումով նաև իրականության մեջ ձեր ասածը ինչը նկատի ունեմ, որ այդ պատվերը, եթե մենք ինչ երկիր ենք ուզում ստեղծել, այդ դրա հոգևոր դաշտի պատվերը այսօր պիտի ձևակերպել։ Դա սարսափելի կարևոր է։ Իսկ որ հայի մեջ կոշկակարին ասա աշխարհի լավագույն կոշիկը կկարի, պիտի կարես ինքը կկարի։ Մենք գերխնդիրների ժողովուրդ ենք, երբ որ մեզ չնչին խնդիրներ են տալիս, մենք ոչինչ անում ենք։ Այդ պահանջարկ ու առաջարկ չկա այսօր։ Այդ նույն իրական արժեքային համակարգի, այն մեր իրական ինքնության վրա, որը մեր մեջ ոչնչացնում են դպրոցից սկսած, ոնց որ Արամն է ասում, կրթական համակարգով, մի խոսքով, ես ուզում եմ ասել, ամենակարևորը ի վերջո ժամանակի մեջ մեր ինքնությամբ ապրելու խնդիրն է, որտեղ նաև իհարկե առաջին հերթին հոգևոր դաշտը շատ մեծ դեր ունի։ Եվ այսօր եթե մենք ձևավորենք այդ երկրի իրական արվեստի կենտրոնը, ես կարծում եմ դա հեղաշրջում կառաջացնի, ես չեմ կասկածում դրան։ Օրինակ ես ուզում եմ Արամին պատվիրել պիես գրել այդ թատրոնի։ Ես ուզում եմ Արամի ստեղծագործությունները տեսնել հայկական թատրոններում։ Դե ես լավ եմ ասում, որտեղ եթե, քո ասածը, եթե չկա ժամանակակից այսօրվա խաղացանկում ներկայացում, իրոք ժամանակակից, ոչ թե այսօր գրված, իրոք այդ ժամանակի ոգին ներկայացնող, այսօր ինձ հուզող, ոչ թե թեմայի առումով, այլ ոգու առումով։ Այդ դեպքում այդ թատրոնում ես չեմ ուզում Չեխով տեսնել։ Միայն այսօրվա ոգու արկայությամբ է, որ անցյալի մեծերը ներդաշնակվում են այսօրվա հանդիսատեսի հետ։ Եթե այդ այսօրվա անկալումը չկա, մի խոսքով ամեն ինչին այսօրվա պատուհանից պիտի նայել էլի։ Այո։ Դա նաև գալիս է նայից, օրինակ, որ դուք ասում եք քննադատների մասին, որ քննադատները շատ կարևոր են։ Օրինակ, առաջի իմ գիրքը, երբ որ ես տպագրեցի, Կույր կետադրությունը, հիշում եմ, որ գրախանութ եկավ Ալեքսանդր Թոփչյանն է, իր գրքերն էր բերում, ու ինքը գիտեր, որ ես շատ եմ կարդում, ու նվիրեց իր թարգմանություններից մեկը մի բելգիացի շատ մեծ գրող կա, Անդրե Մարսել Ադամեկ, ինքը թարգմանել էր կոչվում էր Մերիալների թռչումը, շշմելու գործը շատ լավն է, ռուսերեն կա 2 ուրիշ գործ թարգմանված Ադամեկից, ու ես ոնց որ տենց դե որ ինքը ինձ նվիրեց, ես որոշեցի իմ գիրքը իրան նվիրեմ։ Մի շաբաթ հետո եկավ Թոփչյանը, ասաց ես քո գրքի մասին մեծ հոդված եմ գրել։ Կոչվում էր նախապատրաստում թռիչքից առաջ կամ գրական խուլիգանությունը որպես նորի հաստատման անհրաժեշտ միջոց։ Տենց վերնագրով։ Ու հետագայում իմ երկրորդ գրքի մասին գրեց բան, ու Էդ էր ես միշտ ոչ միայն որ իմ գրքի մասին էր ինքը գրել ու մենք շատ մոտ էինք, իրավ ինքին սիրում էր որպես հեղինակ, այլ նույն Ալեքսանդր Թոփչյանը, որ 80 տարեկան մարդ էր, ինքը չէր դադարում կարդալ ժամանակակից գրողներ, գրել հոդվածներ այդ մարդկանց մասին, մարդ որ հոդված էր գրել Պաուսևակի, Համոսայանի մասին, հետո նոր սերունդի գրողների մասին էր գրել, չգիտեմ, Վիոլետի մասին, կլինի Մարինե Պետրոսյանի, այսինքն ինքը Սլավիկ Չիլոյան, Շեկոյան, այդ խմբի, Էդոյանի մասին, այսինքն ինքը մարդ էր, որը գրում էր գրականության մասին հոդվածներ։ Չաշած որ երբ որ Ժան-Պոլ Սարտրը Հայաստան է գալի, ինքն է իրեն ֆրանսերենով պատմում, ցույց տալի եւ այլ, այսինքն ուրիշ կլասի մարդ էր։ Բայց այդ քննադատը, օրինակ հիմա ես զգում եմ, որ չկա այդ քննադատը, մարդ, որը կնայի բոլոր ներկայացումները, կգրի թեկուզ լավ, թեկուզ վատ, կգրի դերասանի մասին, որ ինքը շատ վատներ կամ էս մեկը լավներ են, մեկը վատներ։ Այսինքն մեկը որին անհանգստացնում է եւ լավը եւ վատը։ Եվ դրա հետ մեկտեղ այդ մարդի իհարկե պիտի լինի մի քիչ հեղինակություն, որի գրած հոդվածները մարդիկ են ասում, բանի տեղ կդրեն։ Իսկ մեծագույն աշխատանք է։ Դե մեծագույն աշխատանք է, հա, որովհետև 50 տարի հետո երբ որ կարդաս գրականագետներ, հայկական թատրոնի մասին, արվեստաբաններ,
Արմեն, գիտեք ինչ, ամեն դեպքում իմպուլսը պիտի գա արվեստից, այսինքն մասնավորեցնեմ, եթե կա թատրոն, կլինի դերասան, կլինի քննադատ, կլինի դրամատուրգ, եթե չկա թատրոնը, չի կարող դրամատուրգը թատրոն ձևավորել, այսինքն եթե մխատը չլիներ, որ պատվիրեր Չեխովին, ամեն թատրոն ունեցել է իր դրամատուրգին։ Ես ուզում եմ ասել, շատ կարևոր է այդ առողջ այդ իմպուլսը ձևավորող, պատվերը ձևավորող արվեստի այդ սուբյեկտը եթե կա, ինքը արդեն ձևավորում է այդ ամեն ինչը, այսինքն ինչ ասեմ, իսկ երբ որ դա չկա, մենք տեսնում ենք, օրինակ ես անգամ անուններ չեմ ուզում տալ, սպանիչ է այսօրվա քննադատը։ Հա, բայց ինչ-որ մեկը պիտի լինի, որ թեկուզ այդ վատ ներկայացման մասին մի ջախջախիչ վատ բան գրի։ Ես ուզում եմ լավ ներկայացման մասին ձևավորվի։ Իսկ թվում միջև քննադատությունը չլինի լավը չի ձևավորվում, որովհետև մարդիկ գիտեք, ինչ որ գնում են մի ներկայացման, որը չգիտեն, ոչ լավն է, ոչ վատն է, իրանք շարունակելու են գնալ այդ ներկայացման, որովհետև ոչ մեկ չի ասում, որովհետև վատն է օրինակի համար, ու ինքը գնալու է անընդհատ։ Երեխային ապտակելով իրան չես դաստիարակի, էլի, այսինքն շատ կարևոր է, որ ինքը ուզենա նմանվի իր հորը, որին շատ սիրում է։ Այսինքն պիտի այդ չափանիշները լինեն։ Երեխայի միգուցե, բայց բան է, ես հիշեցի, ես որ իմ մեջ անդադ ցիտատներ կան, իմ ամենասիրած ֆրանսիացի գրողներից մեկը Լուի Ֆերդինանդ Սելինը, որը մարքնց բան չէր սիրում, ասում էր հավը թռնել չգիտի, բայց եթե քացով խփես կարող է եւ թռնի։ Այսինքն մարդիկ կան, որոնք բան են ֆուտուրիստների առաջի գիրքը, էլի պաշոչին общественному вкусу։ Այսինքն այդ ապտակը երբեմն, նայեք, մենք որ թեման կարող եք ձեր բառով սկսենք, այսինքն վերնագրենք արտնացում։ Արտնացումը երբեմն լինում է, երբ որ մարդը ուշքը գնում է, արտնացումը երբեմն լինում է ապտակով, այսինքն ապտակն էլ կարա մարդու։ Արանգան, այսօր ինձ դուր չի գալի, որ հենց քացով խփած հավերն են թռնում եւ դա թռչունի տպավորություն է թվում։ Համաձայն եմ, բայց դա ավելի լավ է, քան ուղղակի հավը լինելը։ Ես քեզ ասեմ, որ Չեխովը այդքան էլ գող չէր իր առաջի բեմադրություններից։ Բնականաբար։ Դաշը ասեմ ավելին, դժգոհ էր։ Չէ, դա արդեն ուրիշ խնդիր է։ Դա հա իհարկե։ Դա արդեն ուրիշ դժգոհ լինելու համար էլ ինչ որ որակ պետք է։ Չեն հասկացել իրան այդ թատրոնում։ Դե գիտես ոնց, իմ կարծիքով ամեն մի դրամատուրգ գրելիս ինքը պատկերավոր տեսնում է, չէ՞, դա գրելիս։ Տեսնում է։ Հա իհարկե։ Եվ չի բացառվում, որ ենթադրենք ռեժիսորը վերցնի այդ ստեղծագործությունը եւ բացարձակ ուրիշ բան տեսնի։ Եվ այստեղ արդեն երկու արվեստագետների հակամարտություն է գալիս, երկուսն էլ տարբեր բաներ են տեսել։ Այսինքն չհավանելու դեպքում էլ պիտի որակ լինի, որ չհավանես։ Հա, իհարկե։ Թե չէ անորակ բանը չհավանել ոչ մի Մի շատ հետաքրքիր արդարացում կա, ասում է, արվեստը միանշանակ կարծիք չունի, միանշանակ գոյություն չունի, էլի ոչինչ, եթե մի բան դու չես հավանում, դա ընդհանրապես նշանակում է, որ դու դա չես հավանում, ընդհանրապես։ Դա էլ արդարացում, ես իրան կոչում եմ արդարացում ընդհանրապես։ Մի այսպես պրովոկացիոն թեմա էլ փորձենք շրջանառել։ Ուրեմն մի քիչ ավելի ընդհանուր ասեմ, միստիկ փիլիսոփայության մեջ մի քանիսի մոտ հանդիպել եմ շատ հետաքրքիր էվոլյուցիոն զարգացման կենդանի օրգանիզմի բանաձևում, որ սկզբից առաջի этаպը դա ճանաչողությունն է։ Ստեղծագործության մեջ էքսպոզիցիան եւ այլն։ Ինչ կա, տեսնես, նույն մարդկության պատմության մեջ, տեսնես են լեռից այն կողմ ինչ կա եւ այլն եւ այլն։ Փոքր երեխան է անդադ հարցեր, ուրեմն դա փորձն է, դա ճանաչողությունն է։ Երկրորդ этаպը դա տառապանքն է։ Երբ որ աշխարհը ճանաչում ես, արդեն քո միսիան մի տեսակ արդեն չես կարողանում հաշտեցնել, իմաստավորել քո գոյությունը, սկսում են մնում է մենակ տառապել, արվեստի մեջ կոնֆլիկտ է առաջանում։ Մազոխիզմ։ Ըստ այս դրամաբանի, այս տեսության, այսօր այս տառապանքի շրջանը դեռ տեսեք, մարդիկ աշխարհը հա, բացահայտեցին, թվում է թե մարդը վերջացավ իր միսիան, երբ որ գլոբուսը ձևակերպեց։ Բայց հետո սկսեց կռիվը, այս իմն է, իրարից խլել պատերազմներ եւ այլն։ Երրորդ этаպը, ես կարծում եմ հիմա, եթե տրամաբանության են գնում, ամենաբարդ այդ անցումների շրջանն է։ Ընդ որում նաև այսպես տիեզերական ինչ հաշվարկներով
այդ 12 թվին ավարտվել է այդ տառապանքի շրջանը ու հիմա շատ բարդ անցում է այն շրջանը դեպի սիրո էտապ։ Երրորդ էտապը սիրոն է։ Այ մենք խոսում ենք սիրո մասին, որը կրկնեմ դա արվեստն էլ հենց այդ սիրո ավելցուկն է մարդու մեջ եւ ի վերջո ցանկացած մարդու կյանք իմաստավորվում է, երբ որ ինքը սիրահարվում է, դեպքում ամեն ինչ կարծեք թե իր տեղն է ընկնում, բայց կա վերջի 4-րդ էտապը, որը ամեն դեպքում արվեստագետը պիտի գոնե այդ խնդիրը, եթե չի կրում, գոնե գիտակցի։ Ասում եմ սիրուց հետո գալիս է մի շատ ավելի խորքային երևույթ, որը մի քիչ բարդ է ասելը, դա շատ պարզունակ կարող է անցալվի, բայց ինքը շատ խորն է։ Ընդ որում այդ 4-րդ էտապը անցնելու անցման շրջանը դա լռության շրջանն է։ Այ արվեստի մեջ է շատ կարևոր է այդ լռության խորհուրդը, որը ըստ Միխայել Չեխովի այդ ամբողջականության մեջ, եթե հենց ի սկզբանե այդ լռությունը չկա, ոնց որ խոսում ենք, ինքը լռությունը այդ կապող օղակն է այդ բոլոր երևույթների։ Վերջի էտապը ասում է դա կոչվում է մի շատ հասարակ բառով ուրախություն։ Կա Գուրջիևի տեսություններից, չէ, որտեղ 4-րդ ճանապարհը ես մտածեցի, մանավանդ ասեցիք փիլիսոփա միստիկ, մտածեցիք աղա էզոտերիկ։ Ընդ որում, հա, Օշոյի մոտ sense մի հետաքրքիր բան կա, որ ընդհանրացնում է ամեն ինչը, ասում է, որ այդ կատարելությանը հասնելու տարբեր միջոցներ կան, կա ֆիզիկական ճանապարհը, յոգա, կա գիտության ճանապարհը, կա արվեստի ճանապարհը, կա այնտեղ ինքը ասում է հենց Գուրջիևի ճանապարհը, բայց ասում է ամբողջ խնդիրը նրանում է, որ իրականում ճանապարհ չկա։ Ընդհանրապես պիտի արթնանալ, որի համար ճանապարհ պետք չի անցնել։ Իսկապես այդ գիտակցությունը շատ հզոր բան է, որ տիեզերքում միայն մարդը ունի։ Օրինակ, եթե հանդիպել է, Պասկալը ասում է, որ մարդը տիեզերքի առաջ ոչինչ է, այդ հավերժության, այդ տարածության, այդ ամեն ինչի մոտ ընդհանրապես մի խոտ է, եղեգի մի շիվ ընդհանրապես։ Բայց ասում է դա այն շիվն է, որը մտածել գիտի։ Ի տարբերություն տիեզերքի։ Եվ տիեզերքը իրեն կարող է գիտակցել միայն մարդու միջոցով։ Ուրեմն տիեզերքը մարդու առաջ խոտ է, ասում է։ Մի խոսքով ես ինչ նկատի ունեմ։ Այդ գիտեք ինչ, այդ Շեքսպիր ենք վերցնում, ողբերգություն է, բայց նույն քո մտերիմ ընկերներից Հերման Հեսեն ասում է, որ ճիշտ է մտերիմը։ Ասում է, որ ամեն մեծ ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է, Սիդդհարթան, այո։ Այսինքն ողբերգության Սիդդհարթա լռությունը ինձ թվում է նաև այդ բուդդիստական դատարկության մասին է, չէ՞ նաև խոսքը։ Իսկ որ դուք ասում եք 4-րդը դա լռության վիճակն է, դա բանն է, դատարկությունն է, որտեղ բուդդիզմի մեջ դա դատարկությունը ավելի հետաքրքիր է, որ օրինակ բանի մեջ, այսինքն բուդդիզմում դատարկությունը ինքը շատ ավելի դրական իմաստ ունի, եվրոպական աշխարհում է դատարկությունը վատ իմաստ ունի, բայց իրականում դատարկությունը հենց դեր ասած այդ ավերժական վիճակն է, էլի, այսինքն կատարյալ վիճակն է, դատարկություն չի լռություն, հա։ Հա, ես ինչ եմ ասում, այ Շեքսպիր, ողբերգությունն է։ Այսինքն ուրեմն հակառակն էլ է ճիշտ։ Նույն էլ չեմ խոսում այդ հին Հունաստան, այդ ողբերգությունը նույն Արիստոտելին կալման, դա միակ ժանրն է, որը կատարսիսի է ենթարկում եւ այլ կոմեդիան դա կեղծ է, բայց եթե ողբերգությունը ճշմարիտ է, ուրեմն իր հակառակն էլ է ճշմարիտ։ Բայց ամբողջ խնդիրը նա է, որ ողբերգության հակառակը կոմեդիան չի։ Կոմեդիան արհեստական, ողբերգության հակառակը հենց ուրախությունն է, հենց այդ ոգևորությունն է։ Եվ այդ առումով Շեքսպիրի ողբերգությունների մեջ թաքնված ուրախություն կա։ Օրինակ կարդում ենք Մարոն մեռնում ենք, որտեղ ուրախություն չկա մեջ։ Կարդում ենք չար ոգի մեռնում ենք, ուրախություն չկա մեջ։ Բայց օրինակ Կիկոսի մահը կա ուրախություն, չէ՞։ Կիկոսի մահը ուրախությունն է։ Ես օրինակ միշտ այդ էի մտածում, այդ գրող կա, այդ միշտ խոսում ենք, որ եթե օրինակ Կիկոսի մահը վերցնենք ու դարձնենք բեմադրություն ու ասենք Եվրոպայում բեմադրես, պատկերացեք Բեքեթի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողքին չծնված մարդու մահվան գաղափարը շատ ավելի աբսուրդ է ու շատ ավելի կատարյալ է, էլի, հնչում ավելի։ Եվ ընդ որում հա մեր աբսուրդի մեջ ուրախություն կա, եվրոպական աբսուրդի մեջ հուսահատություն, անկումային տրամադրությունը։ Չնայած բաների մեջ Բեքեթի ու ՅՈՒՆԵՍԿՕ, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ հումոր կա, օրինակ։ Գիտեք, այդ դիալոգների անիմաստությունը թեթևություն է բերում, որը ոնց որ Նիցշեն, երբ որ կարդում ես, այնտեղ ասում է Վիսյոլա նաուկան, էլի, այդ բանը։ Այնտեղ ասում է, որ Աստված մեռել է։
զրադաշտի մեջ։ ցնցվում ես, բայց քանի որ այդ միտքը շատ էսպես արվեստի առումով խիզախ միտք է, դրանից ընդհակառակ Աստված հայտնվում է։ Այո։ Այսինքն գեղարվեստական մեծագույն հեգնան, բայց Մրոժեկի Խարմսի բոլորի մոտ էլ այդ հումորի զգացումը, այդ ուրախությունը կա, բայց վերջին հաշվով դուք ճիշտ եք ասում, մեկը ինքը տանում օրինակ երբ որ ես հիշում եմ առաջին անգամ կարդացի Գոդոյին սպասելիս, այդ ուրախությունից հետո նենց անկում է գալի, որ մարդու ապրելը չի գալի դրանից հետո, այսինքն ինքը այդ ուրախություն, դե օրինակ պոետիկայում էլ է գրված, որպեսզի ուզում, այսինքն որպեսզի ողբերգությունը շատ ավելի ողբերգական թվա, պիտի մեջը այդ ուրախության բանը իրոնիան լինի, էլի, առանց դրա բայց այսօրվա մեր հանդիպումը թույլ տվեք անվանել արթնացում։ Չէ, հրաշքներ, բարի։ Շնորհակալություն։ Попытка номер. Հրաշք, ինչ։ Попытка номер. Попытка, да։ Չէ, շնորհակալություն հրաշքի զրույցի համար։ Մենք հույս ունեմ եւս կհանդիպենք, կխոսենք, կտեսնենք թե ինչ է փոխվել։ Եվ փորձենք փոխել։ Եվ փորձենք փոխել միանշանակ։ Շնորհակալություն այսօրվա համար։ Շնորհակալություն։